Ռոլան Գարոսին զուգահեռ գրունտե կորտերում պայքար է նաև Հայաստանում։ Ծաղկաձորում ընթանում է թենիսի 15 շարքի վարկանիշային միջազգային մրցաշարը։ Պայքարին մասնակցում է 10 երկրի ավելի քան 110 թենիսիստ։ Ի տարբերություն փարիզյան մեծ սաղավարտի մրցաշարի, այստեղ պայքարում են եղանակային տարբեր պայմաններում, բայց նույն նպատակով՝ հաղթանակ։ Ես իհարկե ցանկանում եմ հաղթել այս մրցաշարում։ Ծաղկաձորում ինձ ամեն ինչ դուր է գալիս, թե կորտը, թե կլիման։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ եմ խաղում ծովի մակարդակից այսքան բարձր վայրում։ Սա իսկապես տպավորիչ է։ Ծովի մակարդակից ավելի քան 1800 մետր բարձրության վրա տղամարդկանց ցանցում պայքարի մեջ են նաև հայ թենիսիստները։ Մենախաղին ու զուգախաղին մասնակցում է հավաքականի 6 անդամ։ Մեր ընտրանու ներկայացուցիչների համար հունիսին կայանալիք տնային Դեվիսի գավաթից առաջ սա միջազգային քննություն ու ստուգատես է։ Այս պայդրությամբ մեր հավաքականի անձնակազմի մեծ մասը իր առաջի կամ երկրորդ մրցաշարն է անցկացնում պրոֆեսիոնալ տուրում։ Հուսով ենք մի ամսվա ընթացքում մակարդակը մեր խաղի բավականին կբարձրանա։ Ինչ վերաբերում է Դեվիսի գավաթին ու մեր հավաքականի նախապատրաստությունը, միանշանակ ավելի լավ ու ավելի հարմար միջակայք չէր կարող ստեղծվել։ Տղամարդկանց պայքարին զուգահեռ կանանց մրցաշարերին մասնակցում են 7 հայ թենիսիստ։ W15 շարքի կանանց մրցաշարում հայկական թենիսում նվաճում գրանցեց Մարիա Ազիզյանը։ 14-ամյա մարզիկը հայ ամենաերիտասարդ թենիսիստուհին է, որը հաղթել է մեծահասակների մակարդակում որակավորման փուլում եւ հիմնական փուլում անցել է երկրորդ շրջան։ Ես շատ ուրախ էի, որ հաղթեցի առաջին շրջանը, հպարտանում էի ինձանով։ Դա կարևոր էր, որովհետեւ հետագայում որ ունենամ WTA աչոկներ, կկարողանամ ավելի ու ավելի մեծ մրցումներ խաղալ։ Ես վստահ եմ, որ ինքը դեռ շատ բաների կհասնի իր կյանքում, հենց նույնպես թենիսում, ու շատ կարևոր է, որ ինքը իր մոտիվացիան պահի, հա, ու աշխատի մինչև վերջ, ոչ թե արդեն իմանա, որ վсё, մեկ միավոր ունեմ, էտա, ոչ շարունակի ստաբիլ աշխատել եւ հասնի ուրիշ լրիվ մակարդակի։ Մրցաշարերի ավարտին մնացել են հաշված մատուցումներ, գեյմեր ու սեթեր։ Թե մենախաղերի եւ թե զուգախաղերի ուժեղագույնները հայտնի կդառնան այս շաբաթ։